Հակառակությունը եւ թշնամությունը կորզանում է երկիրը։ Տեսեք մենք Սրբազանի հետ ոնց այսպես գրգախ առնվեցինք։ Իրոք ճիշտ է ասում, մենք տարբեր հայացքների ենք, բայց համարձակ ենք։ Բայց հանուն քաղաքի, հանուն հայրենիքի, հանուն մեր եկեղեցու, հանուն մեր հավատքի, ես գիտեմ, որ մենք կարող ենք մեկս մյուսից ցերկը համբյուրել, հավատացեք։ Ինչքան էլ լրագրողները ուզենան, այսպես ուզենան կրվցնել բան, սեփ խրել, չգիտեմ, ինչ անել, բայց չի լինի դա, որովհետև մեր նպատակը ինչ է, քաղաքը կառուցել, շենացնել, մարդիկ մեզ են սպասում։ Այ հենց դրա համար պետք է անպայման միասնություն լինի։ Միասնություն լինի, եթե հանգարց ոտ պայելոցի եղավ, անպայման ժողովրդին կտեղեկացնենք, ժողովուրդը տեղյակ կլինի։ Ինչքան էլ ոտ պայեք, չեմ ցանկանում։ Ով հետևիցս ընկել է, պրոբլեմ է ունեցել տիրոջով, հավատացեք ինձ, այնքան բաներ կա չեմ ուզում ասել, ես մեղքում եմ, հավատացեք մեղքում եմ, դուք չեք պատկերացնում, թե ինչ կարևոր բան է, մի րոպե չեմ կասկածում, այս ասեղի քթի չափ չեմ կասկածում, որ կա հարություն, որ կա Աստված, հիշեք սա, եւ այս ամեն ինչ որ հիմա եղել է, որ ես այստեղ նստել եմ, սա մարդկային խելքի բան չէ, սա միայն Աստված է արել։ Սա մարդու բանով չէ, քաղաքական այդ պալիտոլոգները բաներ ինչ որ ասում են, խոսում են, սա միայն Աստված է արել, հիշեք, հավատացեք։ Բաներ եկա չեմ կարող ասել, որովհետև կագնած են իմանց, այսպես խոսքս կդարձնեն, այսպես մինուսավոր ինպես կխառնեն, որ դրա համար չեմ ասի, հետո կասեմ։ Քաղաքացիական հասարակություն կառուցելու լավագույն մոտեցումը տվել է հայոց 64-րդ կաթողիկոս Ներսես Շնորհալին։ 132 կաթողիկոսներից 12-ն է սրբոց դասին դասվում։ Կներեք Սրբազան, որ հավատքից եմ խոսում, որովհետև Գրիգոր Տատևացին Հովան Որոտնեցու մոտ 25 տարի չխոսեց, որովհետև Հովան Որոտնեցին իր ուսուցիչն էր, բայց իմ ուսուցիչը ուտանն էր, ողորմ իր երեխայի հավատքից։ Ես ուղղակի բան եմ զգում, էլի մի քիչ սիրուն չէ, որ ինքը պետք է ասի, ես եմ խոսում, էլի դրա համար ես ներողություն խնդրեցի իրենից։ Ուրեմն քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար առաջի խոսքը ասել է Ներսես Շնորհալին 1116-1114 թվականներին։ Ուրեմն գլխավորում միասնություն, երկրորդ այնում ազատություն եւ սեր ամեն ինչում, այս սկզբունքը պետք է որդեգրեն յուրաքանչյուր քաղաքացիական հասարակություն ձևավորող զբաղվող մարդիկ։ Ավերիգի Սահակյանից մի մեջ բերում եմ ուզում անել, որ ասում է, թե ես ձեզ ասում եմ, գկա ոգուսով, և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ, կընկնեք մուրալու հարպած որկորով հրեղեն խոսքի վե խոսքի կարոտ։ Այո, այսօր ճիշտ խոսքի, ճիշտ ապրելակերպի կարոտ ենք, ճիշտ մարդու կարոտ ենք, ճիշտ խոսքի են գաղապարական խորքային ազգային խոսքի կարոտ ենք մնացել։ Այո, դպրոցներ անելու շատ բան ունեն եւ ցավում են, որ դպրոցներից հանեցին քրիստոնեական հայոց պատմությունը եւ ինչ են բերել դպրոցում, չեմ ուզում այսքանի մոտ խոսել։ Պատկերացրեք, ազգայինը հանում են, հոգեվորը հանում են։ Զարմանալի, ինչու համար։ Եվ դրանց գրքերը տեսնում ես, եթե դրանց գիրքը կարդաս, դու ես կարդացել եմ, ես չգիտեմ, մազերս բիզբիզ է կանգնել։ Այո։ Եվ մի բան ասեմ, որ ասում է, ով ադում է բարեպաշտին և սիրում է ամբարիշտին, միևնույն չարիքն է գործում։ Գիտեք, այսօր այն մարդիկ, ովքեր պաշտոնի համար, որ իրենց ինչ-որ մի թուլափայ պետք է գցեն, գովերգում են Դավաճանին,
Կանգնում են այնպիսի մարդկանց կողքին ու ճշմարտությունը չեն տեսնում։ Յանի իրանք հեչպանի խաբար չեն, իրանք տեղյակ չեն, սիրուն կոստյումը, գալստուկը Ժիրինովսկին, որ ասում էր ողորմի քեզի հասկանալի։ Մենք իրար նմանություն ունենք Ժիրինովսկու հետ, ասեմ ձեզ, իրանի ունեցեք, հա։ Մեր բնավորությունները իրար նման են, հա։ Ողորմի իրան։ Ուրեմն սրանք յանի չեն տեսնում, բայց գիտեցեք որ ամոթ է, դուք այդ ամեն ինչը լավ տեսնում եք, ջահել, ոնց եք գնացել այդպիսի մարդկանց հետևից ու այնպես է ազատ, մեկը կյանքում այս քաղաքում ընդհանրապես ոչ ճանաչել ենք, ոչ դրել ենք, ոչ վերցրել ենք, հələ պատկերացրեք քաղաք կառուցողին սարքել են, մեկ ինձ ինպես բաներ են ասում, ընենց են խոսում, ես քսեմ եմ ես լավ մարդ եմ, վատ բան չեմ երես, սրանք ինչ են գրողի պես ենք հետևես, գրողն եկնի ձեր հետևից, մեկ մամս քսեր ողորմազիկ, ողորմի քեզի մամ ջան։ Եվ ուզում եմ Աստվածաշնչից բերել ևս մի կարևոր պատվեր, այդպես ասեմ։ Եթե իմ պատվիրանները պահեք, դուք հալածական կանեք ձեր թշնամիներին։ Նրանք սպանված կգնեն ձեր առաջ։ Ձեր 5 հոգին հալածական կանի 100 հոգու, իսկ ձեր 100-ը բյուրավորների։ Ձեր թշնամիները սրի հարվածներից կգնեն ձեր առջև։ Ինչքան մենք Աստծուց հեռացանք, այնքան Հայաստանը բզգտվեց ու տրվեց թշնամուն։ Մենք երբ ապավինել ենք Աստծուն, երբ պահել ենք Աստծո պատվիրանները, երբ աղոթքին, ճշմարտությանը սատարել ենք ինչ որ տրված է պատվիրանների մեջ պահել ենք, հիշեք, մենք ունեցել ենք հաղթանակ։ Հիմա էլ ուշ չէ։ Հավատացեք, երբ հեռացել ենք Աստծուց, երբ հեռացել ենք եկեղեցուց, երբ բողոքականները լցվել են Հայաստան, երբ մամոնայի համար ծախել ենք մեր այն հավատքը, որ բարձենում ենք, մեկ ասում ենք առաջի քրիստոնյա պետությունն ենք, այո, բարձենալու տեղ ունենք, որովհետև դրախտը գտնվում է Հայաստանում։ Դրախտը Աստված մեր ձեռքից առավ եւ տվեց Թուրքին, դա Բինգոլն է, որ մեր դիմաց է։ Բինգոլը, որ Ավետիք Իսահակյանի երկել որ կա, Բինգոլը գտնվում է, հենց դրախտը գտնվում է Բինգոլում։ Նոյի տապանը կանգնեց Արարատ լեռի կադարին եւ ասում է Ադամը իր մեղքերը քավում էր հայերեն, Նոյը խոսում էր հայոց լեզուն։ Նոյի գերեզմանը գտնվում է Նախիջևանում, Նախիջևան նշանակում է Նախիջևանել, այսինքն առաջինը Նոյը իջավ Նախիջևանի տարածքը եւ կոչվեց Նախիջևան։ Ամբողջ մարդկությունը հայոց ազգից է առաջացել։ Լավ իմացեք, ուրեմն բավարները, գերմանացիները, իրենց նախահայրերը բավարներն են, ասում են, որ մեր նախնիները իրանց այդպես բանը, իրանք են ասում, մենք չենք ասում, որ մեր նախնիները եկել են Արարատ լեռի հատվածից, մեր նախնիները հայեր են, անգլիացիները եւս ասում են, որ մեր նախնիներն եկել են ուրեմն Հայաստանից Արարատ լեռից։ Իսպանացիների բասկերը նույնությամբ, այսինքն մենք բարձենալու տեղ ունենք, բայց մենք մեր պատմությունը չգիտենք։ Հայաստանի ղեկավարները ասում են, թե այս գրաված տարածքները մենք օկուպացիա ենք արել։ Ինչ օկուպացիա, երբ որ 100 տարվա պետության մասին է խոսքը։ Հայոց բնորանն է։ Ինչքան պեղեց ամբողջ գերեզմանները հայկական են, ինչքան պեղեց հանգարց դենկա անես, կտեսնեք, որ բոլորը հայեր են։ Եթե ասում են աղվանական գերեզմանները, մեր պապերը այս եկեղեցիները աղվաններն են, ուրեմն ստեղծել մեր պապերը աղվաններ են։ Բայց այդ պապերը, որ աղվաններ են, աղվանական եկեղեցիներ են, չեք քանդում, այ բարբարոս ազգ, այսինքն ձեր պապերի եկեղեցիներն էլ եք քանդում, եթե ձեր պապերը աղվաններն են։ Այսինքն պատկերացրեք հայոց ղեկավարները չեն կարող պատմություն չգիտեն, որ կանգնեն դրանց ասեն, ինչ օկուպացված տարածքների մասին է խոսքը, երբ որ Հայաստանի բնորանն է, երբ որ հայոց երկիրն է, միացավ տվեք չի գալու։ Եվ վերջացնելով իմ խոսքը, ուզում եմ ասել, իմ ընդդիմությանը եւ Հայաստանի Հանրապետության ընդդիմադիրներին Գրիգոր Տատևացին ասում է. շատ կարևոր է ընդդիմությունը, եթե ուզում եք երկիրը զարգանա, անպայման պետք է այդ երկրում լինի ընդդիմություն։ Եվ օրինակ է բերում, ասում է, ծառին ընդդիմությունը քամին է։ Ինչի համար է քամին ծառին, որովհետեւ ծառը ուժեղացնի իր արմատները։ Հիմա եթե առողջ ընդդիմություն է, ես կողմնակից եմ,
Բայց եթե պետք է Լևոն Իշտոյանի ֆինդերն անեն, ես էլ ոչ ջարտող եմ, ես էլ հսկատ եմ տանում։ Հետո մի բան էլ ասեմ, ուրեմն իմ պապերս 1700 թվականից էստեղ են, մենք Հարսից ենք եկել, բայց ես ինչ գյումրեցի լեննականցի եմ դասում։ Նիկոլայ առաջինի օրոք, Նիկոլայ երկրորդի օրոք, Այրոն Արբու Ալեքսանդրիչ գիտեմ մյուսի բոլորի օրոք, մենք մեր ազգանունը լիդերների շարքում է եղել։ Մենք պետությունով, մենք պաշտոնով, ինչ որ որևիցե մեկով անուն չենք ձեռք բերել։ Մեր արունը այդպիսին է, մեր կատը այդպիսին է։ Օրեր կան, բաներ կան, ամեն ինչ չափի մեջ, ամեն ինչ հարկանքի մեջ, ամեն ինչ ճշմարտության մեջ իրար տեսնելու ենք, բոլորս իրար տեսնելու ենք, սրանք էլ կգնան, ես էլ կգնամ, դուք էլ կգնաք, բայց կմնա մի բան, գործն է անմա, լավ իմացեք, որ հիշվում է տարեդար։ Շնորհակալություն։